Շատ հաճախ մարդը ոչ թե հոգնում է կյանքից, այլ իր ներսում, իր գլխում ապրող ձայներից։ Ձայներ, որը ասում է դու բավարար չես, դու կսխալվես, սենց որ գնա դու կկործանվես, ամոթա լռիր, հետ գնա մի երևա, ձայն մի հանի, ես ինչ ես անում, ես ինչ ես հագնում, եւ այդ ձայները այնքան շատ են, այնքան բարձր են եւ այնքան սպառող են, որ անձը իրականում չի կարողանում կենտրոնանալ իր ներսի, իր ինքնության վրա, իր եսի վրա, անգամ չի կարողանում հասկանալ, թե այդ ինչ ձայներ են եւ ինչքանով են ազդում իր կյանքի որակի վրա։ Հոգեբանության մեջ մի հետաքրքիր մոտեցում կա, ըստ որի մեզանից ամեն մեկի ներսում ապրում է այդ ներքին քննադատը։ Այդ ներքին քննադատը երբեմն ձևավորվում է մեր կյանքի ընթացքում, դա մեկ օրվա բան չէ։ Մեր ուսուցիչը, մեր տատիկը, մաման, ընկերուհիները, այն սոցիումը, որի մեջ մենք մեծացել ենք, ունեցել է տարբեր կարծիքներ, տարբեր արտահայտություններ, մեսիջներ մեզ ուղղված, հաղորդագրություններ, որը մենք տարբեր փուլերում մեր կյանքի լսել ենք դրսից, բայց ի վերջո դրանք ներքնայնացվել են եւ դարձել են մեր ներքին ձայնը։ Եվ այսօր մենք անգամ չենք կարողանում զանազանել, սա մեր ձայնն է, թե իմ ներսում վախեցած տատիկիս ձայնն է, ինձ չհավատացող եւ անընդհատ ինձ ներքև քաշող ուսուցչի ձայնն է, իմ պատժող եւ խիստ ամոթից առաջնորդվող, ամոթով կառավարվող մայրիկի ձայնն է, ինձ պատժող եւ դատող ու ամեն ինչի մեջ մեղադրող հոր ձայնն է, եւ երբեմն նորից եմ կրկնում, մենք սկսում ենք չտարբերակել, թե իրականում սա ում ձայնն է եւ իրականում այդ ձայնը ինչ է անում մեզ հետ եւ ինչպես է ազդում մեր կյանքի որակի վրա։ Դա ուղղակի մեզ հոգնեցնում է եւ երբեմն դա այդ ձայնը այնքան կառավարող, այնքան ազդեցիկ է լինում, որ անգամ մենք ինքներս մեր հետ կարծես կապը խզում ենք եւ չենք կարողանում մեզ լսել, հասկանալ, ճանաչել ու զգալ։ Ցանկացած փոքրիկ իրադարձության մեջ, փոքրիկ սխալի դեպքում ներսի այդ քննադատությունը, այդ պատերազմը, այդ ներսի կռիվը սկսվում է, որտեղ այդ դատապարտությունն է, որ դու սխալվեցիր, որ քո մոտ նորից չստացվեց եւ այդ հյուծող գործընթացը։ Այս ամենը մենք պետք է ճանաչենք, որովհետև երբեմն բուժումը սկսում է հենց ճանաչումից, որ մենք մի պահ փորձում ենք հասկանալ, թե իրականում սա ում ձայնն է։ Սա ում ձայնն է, որ ես միշտ լսել եմ դրսից, բայց հիմա դա դարձել է իմ ներքին ձայնը, որը որ ես չեմ կարողանում անգամ տարբերել իմ սեփական ձայնից, իմ սեփական եսից։ Ճանաչել, տարբերել, հասկանալ, զանազանել, փորձել հասկանալ իրականում այդ ձայնը իր մեջ ունի ռացիոնալ միտք, ունի իմաստ, ունի բովանդակություն, թե սա պարզապես ներքև քաշող տոքսիկ ամոթ է, թե ուղղակի պատժող, քննադատող եւ իրականում ներսում ոչ մի ռացիոնալ բովանդակություն չունեցող ձայն է, որովհետեւ իրականում մենք կարիք ունենք ոչ թե այդ ներսի քննադատի, այլ մենք կարիք ունենք, որ մեր ներսում ի վերջո ձևավորվի այդ հասուն, ռացիոնալ, մեզ աջակցող, մեզ բարձրացնող, ապրումակցող մեծահասակի։ Մենք դրա կարիք ունենք։ Եվ իրականում թերապիան օգնում է, որ անձի մեջ ի վերջո ձևավորվի այդ հասուն անձը, ով անգամ դժվարության պահերին քեզ ներսից կասի, որ դու սովորում ես, դու ուղակի հասունանում ես, սա ճանապարհ է, կարելի է սխալվել, սխալվելը նորմալ է, եւ երբ որ մենք կարողանում ենք մեր ներսում ձևավորել այդ հասուն, մեզ ընդունող ու աջակցող մեծահասակին, մեր ներքին կոնֆլիկտը, այդ նևրոտիկ կոնֆլիկտը ի վերջո ավարտվում է եւ մենք կարողանում ենք գտնել խաղաղություն, անդորր, ամոքում եւ այդտեղից կարծես սկսվում է ինքնաընդունման, ինքնաճանաչման գեղեցիկ զարմանահրաշ ճանապարհը։